Ուրեմն այստեղ կար Ախուրյան բնակավայրի ջրաշինարարների փողոցի հարակից այգու բարեկարգմանը աջակցելու նպատակով եւ այլ 30 միլիոն դրամ աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծ անշուշտ ողջունելի է մայրաքաղաքի կողմից մեր մնացյալ համայնքներին աջակցությունը, բայց պատահական չի Ախուրյանը ընտրված։ Ես կարծում եմ սա Երևան քաղաքի բյուջեից յուրօրինակ հարգանքի տուրք էր Ախուրյանցի անոյին, այնց որ ապրի Երևանի քաղաքապետարանը, ու որ այս նախընտրական շրջանում Ախուրյանցի անոյի սիրտը շահելու համար 30 միլիոն դրամ փող է տալիս։ Երկրորդ դրվագը, ուրեմն ճանապարհների հետ կապված եվրոպական համայնքի ժողով եւ այլն 25 թվականի բյուջեով էլ է եղել ավելի քան 4 միլիարդ դրամ այս տարվա բյուջեով էլ է, բայց մեկը կառավարությունից հավելյալ փող են տալի եւ տարածքային կառավարման նախարարն էլ արձանագրում է, որ ճանապարհների վերանորոգման գործընթացում հարկադրված է եղել ճանապարհային դեպարտամենտը միջամտել, այսինքն այս ահռելի բյուջեն այսքան փողերով տրված է քաղաքային իշխանությանը, բայց մեկը այլի պիտի ճանապարհային դեպարտամենտը միջամտի։ Հիմա ինչ վերաբերում է մյուս դրվագին չզեկուցվող հարցերի, ուրեմն տեսեք, այստեղ անցկացվեց չզեկուցվելով ծածկագրերի փոփոխությունը հողային տարածքների Երևանի, նախագծով Երևան քաղաքի 25 թվականի դեկտեմբերի 23-ի N463 որոշման հավելվածում կատարվող լրացումներով ցանկը լրացվում է նոր ծածկագրերով, ակնկալվող արդյունքը Երևան քաղաքի հավաքանու 25 թվականի որոշման մեջ լրացում կատարելու արդյունքում հավելվածը կավելացվի նոր ծածկագրերով, որի արդյունքում կավելանա Երևան համայնքի բյուջեի մուտքերը։ Որոշման ընդունումը նպատակաուղղված է Երևանի համայնքային գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացման, այսինքն ծածկագրերը փոխենք, որ հողերի նշանակությունը փոխվի, որ էլի տանք շինթույլտվություն, էլի փող մտնի, այսինքն գերնպատակը փողն է եւ վերջերս ծանոթներից մեկը ճարը կտրած հայտարարեց, ասում է այնքան հողահատկացում են արել Երևանում, որ Երևանում էլ խանդի հողել չի մնացել, էլի, այսինքն այդ իրավիճակն է տիրում։ Նույնը թիմ օրենքով պետական գույքը պիտի սկսի համայնքներին բանանել, վճարել պետական գույքի համար, ինչա էտելա փող, այսինքն ամեն հնարավոր աղբյուրից փող, ֆինանս, էլի ֆինանս, եւ հարցը առաջանում, թե այդ ֆինանսը ինչպես է տնօրինվում։ Իսկ այն որ արդյունավետ չի տնօրինվում, երևանցիները ամեն օր իրենց առօրյա շարժի մեջ դա տեսնում են։ Եվ անդրադառնալով այդ չարչրկված, այդ տրանսպորտի եւ այլն հետ կապված, ակնհայտ է մեկ բան, որ վարորդների պայմանագրերի պարտավորությունների մեջ մտնում են ընդհանրապես զգուշացնել չվճարող վարորդներին ու վերջ, ուրիշ ոչ մի բան, պահանջել, կռվի բռնվել, չեմ քշելու, այդպես բան չկա պայմանագրերում։ Եվ այդ սպառնալիք այդ շանտաժը, որ եթե չմասնակցեն, հավելավճարները չեն ստանա, դա է, որ դրդում է վարորդ ուղևոր կոնֆլիկտի։ Այդ հավելավճարները լավություն չեն, այդ հավելավճարները այն ծանր պայմաններում աշխատանքի համար տրվող գումարներն են, եւ դրա վերաբերյալ էլ արդեն մամուլում կան արտահայտություններ, որ վարորդների շրջանում առաջանում է դժգոհություն։ Եվ ինչի համար է այդ պարտականությունը դրվում վարորդների վրա, որտեղ որքան էլ հսկիչ ընդունեք աշխատանքի, ակնհայտ է, որ շուրջ 700-800 շարժակազմում, որոնք ամեն օր դուրս են գալի Երևանի փողոցներ, դուք չեք կարող համաժամանակյա հսկողություն ապահովել։ Այն չարամիտ չվճարողները դա համաշխարհային տրենդ է, բոլոր տեղերում կա, դրա մասին չի խոսքը, բայց դուք չեք ուզում մտնել, որ այո, կա սոցիալական հստակ ընդվզում մարդկանց կողմից։ Կենտրոնանալով ավտոբուսների վրա մոռանում ենք, որ տրոլեյբուսների պարագայում եղել է եռապատիկ թանկացում։ Իսկ ինչ վերաբերում է բուն տրանսպորտի հավաքագրվող գումարների շարժին եւ այլն, 26 թվականի հունվարին անգամ պարզ չի լինելու, 25 թվականին ուղևորափոխադրումների ծավալը որքան է կազմել։ Դրա համար եք ասում 100 դրամ միասնական ուղևորավարձը պահպանեք, 1 տարի թող նաև սեզոնային գործոնները հաշվի առնելով, մի հատ թիվ ֆիքսենք, հասկանանք հասույթը որքան է, ծախսը որքան է, արդյոք կա դեֆիցիտ, թե չկա, նորը ստայդում կողմնորոշվենք։ Շնորհակալություն։